իմաստորեն առանց ինձ ասկսել։ Հələ դե սենց տեսանների համար չեմ ուզում թե աշտեմ։ Գիտեմ, դժվար երկար ժամանակ կանգնած մնալ, բայց դուք ուժեղ կին եք, մի լացեք։ Հիմա ձեզ տեղը կտնեմ։ Վայ, ես ինչ թարս օրա։ Ամեն ինչ նորմալ է, մի շեղվեք։ Ամեն ինչ նորմալ է։ Հերու թե չկկրակեմ։ Գրիգորյան, բացի ես եմ։ Մինչև Դանիելյանը չկա չեմ բացի։ Հենց Դանիելյանն է ինձ ուղարկել, բացի։ Լսի էլ հեքիաթեր մի պատմի, հա։ Ինքը քեզ արսակուրդ էր ուղարկել։ Մի փոքր կբացես։ Բացի մի քիչ։ Քեզ թվում ինքը սենց էնպես է հետ վերադարձրել։ Հաստատ։ Հա, Գրիգորյան, հաստատ։ Եկել եմ, որ Հակոբյանին միասին հսկենք, որովհետև իրան վտանգ է սպառնում, մինչև ջոկատը հասնի։ Ես ինչ է կատարվում։ Ես գիտեի ձևական հսկողությունը։ Գրիգորյան, ինչ ձևական հսկողություն։ Ամեն վարքան կարող են գալ ու Հակոբյանի հետ մեզ էլ սատկացնեն։ Դու չես պատկերացնում, թե ինչ վտանգավոր մարդկանց հետ են խաղի մեջ մտել։ Լավ, գոնե ասա հիմա ինչ պիտի անենք։ Առաջինը անջատի հեռախոսդ, որ մեր տեղը չտեսնեն։ Երկրորդը պետք է Հակոբյանին հեռացնել ցանկացած ուրիշ սենյակ, դրանով ժամանակ կշահենք մինչև ջոկատը հասնի։ Լավ։ Գնացինք։ Պարոն գնդապետ, ձեզ համար երկու լավ նորություն ունեմ, որից սկսեմ։ Սկսի մեծանալուց։ Բարակ ասելիքը տասաշուտ է։ Հա, ինչ-որ մեկը ձեր մեքենայի համարանիշն էր գտել ու բերել էր այստեղ։ Ոնց է գտել։ Բայց ես ինչի պիտի իմ համարանիշը գործրած լինեի։ Ո՞վ է այդ գտնողը։ Չգիտեմ, սկզբում ուզում էր ձեզ անձամբ տար, հետո տեսա, որ դրել է ձեր աշխատասենյակում։ Ո՞նց է իմ աշխատասենյակը դրել։ Թույլ ես տվել, որ իմ աշխատասենյակ մտնի։ Իրում։ Ախպոր պես։ Թույլ կտակ։ Անսիրես։ Պարոն գնդապետ, ես իրոք մեղավոր չեմ։ Ուղղակի ինձ ասեց, որ մտնեմ զուգարան ու տենց Երկրորդ լուրը տասա։ Հակոբյանը մատը շարժել է։ Ինչ։ Այսինքն, դու ինչ գիտես։ Գրիգորյանն էր զանգել։ Շիրա դուք լրիվ կենթանի եք։ Ինձ ինչի չի զանգել։ Դե ասաց, որ անհասանելի եք, պարոն գնդապետ։ Զարատկաս է նստել։ Չես տապուշի գլուխը հաստատ պոկել է։ Չէ, ինքը մեղավոր չի, ուղղակի խնդրեց, որ ձեզ փոխանցեմ, որ լավ խաբար ունի։ Մնացածը ես եմ գլխի ընկել։ Համարյա։
Ելով գիտի դրա մասին։ Ոչ մեկ։ Եթե մեկի մոտ բերանդ բացել ես, կաշիտ կքե։ Հիմա այդ աշխարհի ամենապրոֆեսիոնալ թիմը թավաքում ես գնում եք հիվանդանոց։ Այս անգամ էլ եթե դա ողջ մնաց, քեզ եմ թաղելու, հասկացար։ Ես քեզ հասկացա։ Հալելույա։ Հարգելիս հանգստացեք, ամեն ինչ կարգին է, մեկ ձեր բարեկամներն եք, ուղղակի մի լարվեք։ Դա ոսանք հետ խաղ չնանվել է։ Չես իրոք վերջնա։ Եթե իրանք իրոք տենց լուրջ տպեր են, մենք այսօր այս հիվանդանոցից ողջ դուրս չեն գա։ Գրիգորյան հանգստացի։ Թող մտածենք, թե ինչ ենք անելու։ Դու ինչ ունես մտածելու է։ Ոչ ամուսին ունես, ոչ ընտանիք։ Բա ես։ Ինչի դու ամուսին ունես։ Չէ։ Դե հանգստացի։ Ինչ։ Ջուր։ Բաբուշիկ ուր է։ Ինչ բժիշկ։ Չգիտեմ, ես իրեն ինչ բժիշկ եմ ասում։ Բժիշկը մի քիչ հետո կգա, ինչ որ մեկ փոխանցելու դրեք էստեղ։ Խնդրեմ, բուրգերներ փոքր եւ մեծ։ Ինչ ես անում։ Ուտում եմ։ Այդ հասկացա, որ ուտում ես, բայց ոչինչ որ քոնը չի։ Հա ինչ անենք։ Էն էլի մը չի։ Բացի այդ որ ստեղ լիներ հարցնենք, ասելու էր խնդրեմ, անուշ արեք։ Ասիկը դա։ Այդպես էլ չսովորեցի նորմալ տեղը բացատրել։ Նորմալ բացատրել էի։ Ճաշարանի ձախ երկրորդ դուռը։ Ընդհանրապես պետք էր ասել որ կողմից գալուց ձախ։ Պարոն Աստվածատրյան, ես ձեր ֆանատն եմ։ Կարանք չէ մի հատ նկարվենք։ Իմանալ լուրջ է խոսում։ Այո, պարոն գնդապետ։ Ինչ արեցիք։ Անջատեցի։ Ինչ արեցիր։ Անջատեցի։ Գրիգորյանը կարող էր մեզ օգնել։ Չեր օգնի։ Ամենստեղ ընդամենը 2 խալատ կա։ Իսկ Դանիելյանի համակարգչից ինչ կա։ Ձեր բաժնի ինտերնետը ավելի դանդաղ է, քան քաղաքային տրանսպորտը։ Ամբողջ ինֆորմացիան մեզ մոտ կլինի 34 ժամից։ Իսկ մինչ այդ պետք է չմեռնել։
Գրիգորյան, ես քո Ցավում եմ, մենք ամեն ինչ արեցինք։ Հասկանում եմ։ Սա կյանքի ու մայի հարց է։ Ու ոնց հասկանում եմ մեր կյանքի ու մահվան հարցն է։ Դուրս անեք մաճակալը այստեղից։ Լավ չեք հասկանում։ Ինչ աստեղ կատարվել։ Խոսա։ Ինչի օնա, մի հատ աննորմալ էր, մտավ ամեն ինչ տակնը վրա արեց ու փախավ։ Բա մեր հիվանդը, մեր հիվանդն ուր է։ Այ տնթունարնով հարցրեք, մենք ինչ իմանանք։ Գնդապետաներան, հենց հիմա տագնապ հայտարարեք։ Հակեք հիվանդանոցի դռները։ Ոչ ոք չպիտի կարողանա դուրս գա հիվանդանոցից։ Եթե մեր հիվանդին ստեղից դուրս են հանել, ծմա նստելու եք, ծմա։ Շնորհակալություն փող ըմբռնման համար։ Խնդրեմ, բայլուր մնաց մանկությունը։ Իվերջո նույն հայնիկ, չէ։ Ոչ մի լուրջ բան չկա, պարզապես քնաբեր են ներարկել։ Ու այդ ինչքան ժամանակ է աշխատելու։ Կախված է չափաբաժնից։ Չեք կարող ավելի շուտ արթնացնեք։ Ոչ, կախված է պացիենտի օրգանիզմից եւ դիմադրողականությունից։ Ես էլ կիկլոպիասս պրոֆ է։ Չնայած եթե քնելու տեսանկյունից ես նայում, լավ էլ պրոֆ է։ Ուսական չկասկածես պրոֆեսիոնալիզմից վրա։ Դու չանձամբ կամ ուզես։ Զենքդ։ Տեսնես Հակոբյանը որ համարի կոշիկ է հագնում։ Ինչքան էլ տարօրինակ հնչի, Հակոբյանին այստեղից հանելու միակ տարբերակը սա է։ Բայց Եթե ուրիշ ավելի լավ բան ունես առաջարկելու, առաջարկիր, սիրով լսում եմ։ Ուրի օգնի, չես կանգնի։ Ինձ թվում այս հարցը առանց ոստիկանության չի լուծվի։ Այդ շատ վտանգավոր է։ Եթե Հակոբյանը խոսեց,
Այդ ավելի վտանգավոր կլինի։ Դուք դրանց կտեք, մնացածը մենք կանենք։ Մի անգամ էլ փորձեք։ Եթե 10 րոպեից չգտնեք նոր, դուք պետք է դրանց գտնեք։ Եթե դեռ հիվանդանոց ունեն։ Այդ մեկը հաստատ է։ Այս հիվանդանոցից ոչ մեկը չի կարող դուրս գալ։ Մի քիչ դիմացեք, հիմա կգանք։ Հակոբյանը մատը շարժեց։ Կզարմանաս այն ժամանակ, եթե այն մեկը մատը շարժի։ Գնացինք։ Չես խոսում էր ժամինովանք։ Դու ավել լավ մտածի, որ մենք հավերժական քնով չքնենք։ Ինքը հաստատ վստահ, որ մենք Հակոբյանին փրկելու համար ենք եկել։ Ուրեմն նաև վստահ կլինի, որ Հակոբյանին վտանգի չենք ենթարկել։ Բայր ինձ։ Շորբանի վերջը ինչ-որ բան սկիզբն է։ Երբ մեր երկնային կյանքի սկիզբն է։ Դա ինչ պարտատես ես։ Ինձ դիպուկ կպնելու համար 3 մետր չի հերիքում։ Ինձ սպասել կտիր, թե չէ սրա գլուխը կծրել։ Ես թնդել։ Ինձ ինչ։ Են որ սրա գլուխը որ ծրեցի, դուք չեք իմանա այս գործի մեջ ով կա, ու շեֆդ քեզ դա չի ների։ Ես ուրիշ հրաման ունեմ։ Այդ հրաման տվողը չգիտի այս նրբությունների մասին։ Մենք որ կարող ես զանգել ճշտել, մենք ժամանակ շատ ունենք, կսպասենք։ Ես էլ 3։ Ներս որ ես անգամ գլխով չանջատեցի, շատ հեռու էիր։ Ալո։ Ասա։ Ալո, խոսա։ Ալո։